չի կարող ժողովրդից անկախ իշխել, որովհետև իշխանությունը պատկանում է, պետությունն է նա, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ այս օրգանական կապերը իմիջիայլոց ասեմ, Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված է մենք տենց պրոբլեմ ունենք։ Որովհետև ժողովական կառավարում ընդհանրապես չկա, եկեղեցին համայնքն է, հարգելի գործընկերներ։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց հոգևոր համայնքը, հոգևոր հոտը իրավունք չունենա, որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան, եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես մեր եկեղեցին էլ ոչ թե մեր եկեղեցին, այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ, ոչ մի հաշվետվողականություն չունի ժողովրդի հետ։ Դրա համար էլ մենք բանը ու ես դա նորմալ եմ համարում։ Ես նորմալ եմ համարում, ես չեմ փոխում դրանից։ Ասենք մի հատ նոր, եթե ժամացույց ես կապում, պետք է 3 տարի բացատրես այդ ժամացույցը որտեղից ես կապում, եւ դա նորմալ է, եւ դա մենք ենք այդ համակարգը ստեղծել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հայտարարագրում, չգիտեմ, այլ մեխանիզմներ, ESN, ՀԿ-ների, գնումների, մամուլի ազատություն, մեր օրոքա Հայաստանը խոսքի եւ մամուլի ազատության ռեյտինգներում աշխարհում առաջատար դեր բանանում։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրան տնկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ, դուք ձեզ հայելու մեջ տեսել եք ընդհանրապես։ Եվ սա այս պրոբլեմները պետք է լուծվեն, Հայաստանը չի կարա զարգանա առանց այս պրոբլեմների լուծման։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա նոր Նախճեվանի թեմի առաջնորդը։ Ոչ մի բան, ոչ, հենց տենց էլ պետք է լինի։ Ես կներեք խելագարություն ասեն, ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են, ոնց, բանի, կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք, ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի, այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել, միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը, ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հլա չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդ կա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռներակցում, լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալը, որևէ բացատրություն տվել է։
KGB-ի գործակալը մեծ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեծ բացատրողն է։ Ու մարդիկ տենց սովորական բան են անում, հա, տենց ապրում են իրանց համար, հա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ ա եղել, հա, իրանց անձնական կյանքն է։